Ամեն տարի Գարնանը հեռուստասերիալի նկարահանումներն ընթացքի մեջ են, ինչպես երևում է հերթական անոնսից, այսօրվանից հեռուստադիտողները Լիկա Մեսրոպյանին կտեսնեն էկրաններին, նրանցից շատերին հետաքրքրում էր այդ հարցը և անընդհատ գրում էին նամակներ, թե արդյոք Նարինեն կգա Գերմանիայից, թե ոչ։ Ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, Նարինեն կիմանա, որ լյովն է իր ամուսնու մահվան պատճառը տեսանյութի մեկնաբանություններ դաշտում, գրեք ձեր կարծիքները և շարունակեք դիտել այս հետաքրքիր տեսանյութը։ Լիկա Մեսրոպյանը բավական երկար դադարից հետո սոցիալական ցանցի էջերում հրապարակել է որդու համատեղ լուսանկարները հոր և հորեղբոր հետ։ Լիկա Մեսրոպյանը բացի հեռուստասերիալներում նկարահանվելուց ունի անձնական բիզնես։ Նրա պատրաստած տորթերը զարմացնում ու հիացնում են բոլորին։ Դերասանուհուն այն հարցին, թե թատրոնում գրեթե միշտ գլխավոր կերպարներ եք խաղացել, շոու բիզնեսում էլ հաճախ է հնչել ձեր անունը, և մի տեսակ զարմանալի է, որ սերիալների, ֆիլմերի այս թողուբոհում չէր հնչում ձեր անունը։ Բավական առաջարկներ եմ ունեցել, անգամ Ռուսաստանից է առաջարկ եղել ռուսական ֆիլմերում խաղալու համար, բայց իմ մեջ տարօրինակ մի հատկություն կա, երբեք չեմ ցանկացել լինել առաջինը, լինել ճանաչված, ուշադրության կենտրոնում։ Միգուցե պատճառն այն է, որ շատ փոքր տարիքից միշտ եղել եմ ուշադրության կենտրոնում, էլ չեմ ուզում, ասել է դերասանուհին։ Դերասանուհին նկարահանվել է նաև «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում և այն հարցին, թե այդ դեպքում անհասկանալի է ինչու համաձայնվեցիր խաղալ «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում, որն էր այս առաջարկի յուրահատկությունը, նա պատասխանել է. «Լավ ռեժիսոր, լավ դերասանական խումբ և այստեղ մենք համաձայնության եկանք։ Այդ կինը Սոնան ունի բիզնես, գաղտնիք, որը ոչ մեկին դեռ չեմ ասել, և այդ բիզնեսը հենց իմ խմորեղենի արտադրամասն է։ Իմ բիզնեսի համար, որը կարծես իմ երեխան է, պատրաստ էի ամեն ինչ անել և գնացի այդ քայլին»։ Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի սիրավեպի մասին լուրերը տարածվեցին 2013-ի ամռանը, երբ նրանք նոր էին ավարտել նկարահանումները «Խաղից դուրս» բազմասերիանոց ֆիլմում ամուսինների դերում։ Ինչպես հետո հիշում էին գործընկերները, նկարահանումների վերջնական փուլում ոչ մեկի համար գաղտնիք չէր հայկական կինոյի գլխավոր սրտակերի առանձնահատուկ վերաբերմունքը գեղեցկուհի Լիկայի հանդեպ, իսկ արդեն աշնանը նրանք բոլորի աչքից հեռու քաղաքից դուրս գտնվող ռեստորանում մեկում հարսանիք արեցին, և Լիկան կարծես ընդօրինակեց ամուսնու անձնականը չհանրայնացնելու սկզբունքը, սակայն չմոռացավ սոցցանցերում փոխել իր ազգանունը Լևոնյան։ Միայն բավական ժամանակ հետո հարցազրույցներից մեկում իր ամուսնական կյանքի մասին նա ասել էր. «Ճիշտ է, դեռ 1.5 տարվա ամուսիններ ենք, բայց աշխարհընկալումս արդեն ինչ-որ չափով փոխվել է։ Միշտ դեմ եմ եղել հայկական ավանդույթներին, բայց Խորենի հետ դա փոխվեց։ Հիմա սկսել եմ սիրել անգամ հայկական երաժշտությունը, որը նախկինում չէի լսում։ Մեր ընտանիքն իսկական հայկական ընտանիք է, որտեղ ամուսնու խոսքը գլխավորն ու վճռորոշն է։ Զույգը հազվադեպ է լինում որևէ ժամանցային վայրում։ Ես ու ամուսինս համեստ կյանք ենք վարում։ Ամեն մեկս կենտրոնացած է իր գործի վրա», ասել է Լիկան, որը վերջին տարիներին զբաղված է իր ղեկավարած հրուշակակեղենի արտադրամասի առաջխաղացմամբ։ Դերասանուհին նաև խնամում է որդուն՝ Արամ Լևոնյանին և արդեն ուշադրություն չի դարձնում իրենց ամուսնալուծության մասին լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող պնդումներին։ Դերասանուհին իր հարցազրույցներից մեկում նկատել է, որ երբեք իր մտքով չէր անցնի, որ Խորենը կարող է իր ամուսինը դառնալ։ «Երկար տարիներ ճանաչել ենք իրար, աշխատել թատրոնում, ինձ համար Խորենը երիտասարդ դերասանների սերնդի ներկայացուցիչների մեջ էր մտնում։ Դուրս գալիս էր նրա խաղը, բայց երբեք չեմ դիտարկել նրան որպես ամուսին, երեխայիս հայր։ Ես կարծում եմ ամեն ինչ ի վերուստ է գրված, մենք հանդիպեցինք ու պիտի ծնվեր մեր Արամը։ Տարիքային տարբերությունն առավել շատ խանգարում, թե օգնում է ձեր ամուսնությանը։ Լինում են իրավիճակներ, որ ես հասկանում եմ, որ ավելի շատ եմ տեսել, բայց հետո մտածում եմ, որ նա ևս անցել է այդ բոլոր փուլերով։ Որքանով էր հեշտ որոշում կայացնել ամուսնանալ մի տղամարդու հետ, երեխա ունենալ մի մարդուց, ով արդեն մեկ անգամ հեռացել է իր ընտանիքից։ Յուրաքանչյուր մարդու կյանք դասավորվում է յուրովի։ Եթե ընդունում ես մարդուն, ընդունիր նրա հետ կապված ամեն ինչ։ Ասում եք, որ կինը պետք է լինի հնազանդ։ Հնազանդ կինը ո՞ր կինն է։ Կինը պետք է լինի իմաստուն, խոսի և լռի ճիշտ ժամանակին։ Դուք գոհ եք ձեր ճակատագրից։ Մի բան էր պակասում, որ կատարելապես գոհ լինեի ճակատագրիցս։ Աստված երկար էր փնտրում, թե իր հրեշտակներից որ մեկին ուղարկի ինձ, և վերջապես գտավ ամենաամենային։
Նշում եք, որ այլևս չեք խաղում սերիալում, քանի որ չեք հավանում ձեր խաղը, որքան ժամանակ անց հասկացաք դա։ Հենց սկզբից էլ հասկացա, որ դա իմը չէ, եթե անկեղծ ապա շատ լուրջ տրամադրվել էի, որ պիտի կարողանամ, պիտի անեմ, բայց ընթացքում հասկացա, որ այստեղ ես արդեն թույլ եմ, ասել էր դերասանուհին։